ԿՊԱ-կան Ալխազ Ղազարյանը փորփրել է Աղայանի արդի հայրենի բացատրական բառարանը, որ պարզի, թե ինչ է ցեղասպանությունը։ Կոտորած է ռասայական, ազգայական կամ կրոնական շարժառիթները։ Ցեղասպանության տերմինի համար Աղայանի բառարանին պետք չէր հղում անել, պետք էր հղում անել Լեմկինին, որը միջազգային տերմին ջենոսայդ ցեղասպանություն մտցրել է, հիմք ընդունելով 1915 թվականի նաև հայոց ցեղասպանությունը։ Այդ նույն Լեմկինի ինստիտուտը 2024 թվականին Հայաստանի վարչապետի ապրիլ 24-յան ուղերձը լսելուց հետո ցավով արձանագրեց։ Փաշինյանը բացահայտ միացել է հայոց ցեղասպանության ժխտմանը։ Հայաստանի վարչապետը իր 1.5 էջանոց ուղերձում ըստ ցեղասպանությունները կանխարգելող ինստիտուտի հայտարարության մեղավորությունը դնում է զոհի վրա Թուրքիայի եւ Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով։ Եվ ստեղծում են վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից Արցախահայերի նկատմամբ ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։ Ու որ շարունակական չլինեն սպառնալիքները, ու որ նորից թև չառնի ցեղասպանող թուրք-ադրբեջանական տանդեմը, Հայաստան խմբակցությունն առաջարկում է քրեականացնել հայոց ցեղասպանությունը ժխտելը, կասկածի տակ դնելը, ասելը հայերն են մեղավոր, ոչ թե ցեղասպանողը։ Ստեղծելով կեղծ ապահովության միջավայր, հատկապես ժամանակակից Թուրքիայի եւ նրա կրծեր կամ ավակ, չգիտեմ ինչ եղբայր, Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների մասով։ Միևնույն է, ԿՊԱ-ականները խստացումների կարիք չեն տեսնում, որ հայոց ցեղասպանությունը ժխտելու համար տուգանք սահմանվի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 150-ից 250 ժամ տևողությամբ կամ ազատազրկմամբ 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը այս պահին բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը։ Ինչ է ասում 136-րդ հոդվածը։ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն ասում է, ցեղասպանության ուրացումը քրեորեն պատժելի է, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա։ Իսկ եթե այդ հիմքով չէ, պարզապես ուրացում է, պատիժ չկա, բացատրում են ընդդիմադիրները։ Պնդում հայ մարդը չի կարող խնդիր ունենալ ընդդիմության առաջարկի հետ։ Իսկ խնդիր կարող ունենա այն մարդու այն թիմը ղեկավարը, ով օրինակ, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղ եթերով ճանաչում է հայոց ցեղասպանությունը, ինքը հաջորդ օրը ասում է, բան, բայց մենք պիտի հասկանանք, այդ ցեղասպանության ճանաչումը մեզ ինչ խնդիր է մեզ համար լուծում։ Լավա չեք դատապարտել Նեթանյահուի ճանաչումը։ Լավա նոտա չեք հղել դեսպանատուն, խիստ դատապարտել։ Քրիստինե Վարդանյանը գիտի, թե ինչու են ԿՊԱ-ականները ԱԺ խրամատներում պայքարում հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ։ Որ Փաշինյանը հանգիստ առաջ մղի Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարած է։ Դեռ պետք է հասկանալ հայոց ցեղասպանության ժամանակ ինչ է տեղի ունեցել։ Այդ պատմական իրողության հերքման մասին չի։ Սա ինքնահայեցման մասին է։ Ինքնահայեցողը կելնից տեղից կանգնի ու կասի, որ մենք վերատեսության ենթարկեցինք մեր մոտեցումները եւ գտանք, որ օրինակ Արցախը այլևս Ադրբեջան է։ Սա է ձեր ինքնահայեցումը։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք է։ Դժբախտ ու դժգույն Շուշին ընդհանրապես Արցախը Ադրբեջանին է համարող ԿՊ-ի արտաքին գործերի նախարարն է հայտարարել ցեղասպանության ճանաչման հարցը ԱԳՆ թիվ 1 առաջնահերթությունը չէ եւ ուրեմն էլ ինչ ծար, էլ ինչ ձոր։ Հայաստանի իշխանությունը ուրանում է հայոց ցեղասպանությունը, ժխտելով նաև այն, որ ուրանում է, ընդգծում են ընդդիմադիրները, ավելացնում, ԿՊ-ն չի ուզում նեղացնել կիրթ ու կառուցողական Ալիևին, նրա մեծ եղբորը Թուրքիային, որոնց գործիքն է Փաշինյանի թիմը Հայաստանում։ Ոնց որ հեզաճկուն խուսափում ենք պատասխանատվություն։ Հեզաճկուն, սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, արդեն կարևոր չէ։ ԿՊ-ն մերժում է հայոց ցեղասպանության ժխտելը քրեականացնելու մասին ընդդիմության առաջարկը։ Քննարկումների տպավորությունից ելնելով կարելի է ասել երկրորդ ընթերցմանն էլ ամեն ինչ անելու են, որ ընդդիմության առաջարկը օրենք չդառնա։ Արփի Սուքեսյան, Միլենա Պողոսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։
Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։